Ողջույն բոլորին, սկսում ենք հերթական սեսիան։ Վերլուծենք եվրոդոլար զույգը։ M1 և M5 գրաֆիկներում տեսնում ենք ուժեղ ակտիվություն։ M1 գրաֆիկում գինը ագրեսիվ ձևով աճում է դեպի վերև, որը ուղղորդվում է ծավալների աճով, իսկ M5 գրաֆիկում գինը ձգտում է այս մակարդակին։ Երբ ուժեղ ուղղությունից տեսնում ենք հակառակ ուղղությամբ կորեկցիա, դա հենց ամենալավ մակարդակն է մուտք գործելու համար դեպի ուժեղ ուղղություն։ Թրեդ սկսելուց առաջ շատ կարևոր է լինել հանգիստ և ոչ էմոցիոնալ վիճակում։ Էմոցիաները միշտ մեզ հրահրում են բացել ոչ մտածված գործարքներ, որոնք ամենայն մեծ հավանականությամբ փակվում են մինուս, և հետագայում, երբ վերլուծում ենք, թե ինչու ենք բացել տվյալ գործարքը, զարմանում ենք։ Եվ որպեսզի մաքսիմալ որակով ստացվի մեր գործարքները, պետք է յուրաքանչյուր սեսիայում բացել մաքսիմում ոչ ավել, քան մի քանի գործարք։ Մարդու ագահությունը շատ արագ վրա է հասնում, հենց փակում ենք մի քանի հաջող գործարք, և դրանից հետո միանգամից վրա է հասնում ինքնավստահությունը, և սկսում ենք կորցնել ինքնատիրապետումը։ Գործարքը հաջող փակվեց դրական։ Երբ ունենում ենք այսպիսի բացարձակ կերպով ագրեսիվ աճ, և որը զուգորդվում է ծավալային աճով, մեծացող, և ամենակարևորը այդ մեծ ծավալների մեջ ակտիվ գնորդները գերակշռում են, ապա դա հենց գործարք բացելու պահն է։ Բացում ենք երկրորդ գործարքը դեպի վերև։ Քանի որ մեր բացված գործարքը տեղի ունեցավ հենց իմպուլսի ժամանակ, մենք այստեղ կորցրեցինք ամենալավ մուտք գործելու կետը, և դրա համար տեսնում ենք կորեկցիա, և հենց այս կորեկցիայի ժամանակ կարելի է բացել դագոն երկրորդ գործարքը նույն ագրեսիվ ուղղության վրա։ Ագրեսիվ աճը ունեցավ խորքային կորեկցիա, բայց քանի որ ագրեսիվ աճը գերակշռում է, այն պետք է շարունակի իր ուղղությունը։ Alert Imbalance ինդիկատորը ևս ցույց է տալիս, որ գինը համապատասխան չէ ընթացիկ ծավալի գերակայությանը, և հենց դա էլ հաստատում է, որ դեռ շարունակվելու է գնի աճը։ Միայն այսպիսի խորքային վերլուծության արդյունքում կարելի է ունենալ ստաբիլ արդյունք, և ցավոք շատերն այս ամենին վերաբերվում են որպես խաղի և իհարկե լուրջ չվերաբերվելով կորցնում են։ Իհարկե իրենց ուղիղ ու միանշանակ խնդիրն այն է, որպեսզի ձեզ սովորեցնեն իբր թե այս ամենը հեշտ է, բայց դրանով կոծկում են այն հանգամանքը, որ իրանք ուղղակի ռեֆերալներ են, և իրենք ստանում են գումար, աշխատում են գումար, ձեր իսկ կորցրած գումարների տոկոսային չափով։ Կորեկցիան ավելի երկար ժամանակ պահպանվեց մակարդակներում, և այս մակարդակում բացում ենք երրորդ դագոնը։ Երբեք բինարնի թրեյդը հեշտ չէ և հեշտ չի էլ լինելու, քանի որ այն ռեալ շուկա է և ցանկացած վայրկյանում կարող է պատահել ամեն հնարավորը և ամեն հնարավոր իմպուլս իհարկե։ Մեր խնդիրն է մաքսիմալ լավ անալիզ անել տվյալ շուկայական իրավիճակը ի շնորհիվ այս 5 ինդիկատորների, որոնք մեզ ցույց են տալիս հնարավոր մաքսիմալ մանրամասնություններով և ապահովում են դրական գործարքներ։ Երրորդ դագոնը փակվեց պլյուս, և որը փակում է անցածում մեր ունեցած երկու մինուս գործարքները, և մի բան էլ ավելին մնում է։ Ռեալ պրակտիկայում միշտ էլ պատահում են իրար հերթականության մինուս գործարքներ, բայց մեր խնդիրն է վերջում դուրս գալ պլյուսով, և դրա համար ամեն հաջորդին գումարը կրկնակի մեծացնում ենք, որը կփակի մեր անցածում մինուսը, և որից էլ մի մասը դուրս կգանք պլյուսով։ Որպեսզի այդպես ամեն կրկնապատկելուց մենք չկորցնենք ամբողջ բալանսը, պետք է յուրաքանչյուր հաջորդ գործարք բացել առավել վերլուծված, հակառակ դեպքում կկորցնենք մեր բալանսը։ Գրաֆիկում տեսնում ենք, որ ագրեսիվ ձևով շարունակվում է գնի աճը, և կարելի է նորից բացել գործարք դեպի վերև, բայց քանի որ պետք է ամեն սեսիայում մի քանի գործարքից ավել գործարք չբացել, պահպանում ենք այս կանոնը և բավարարվում ենք աշխատած գումարով։ Եթե ցանկանում եք անվճար սովորել, ապա միացեք մեր Telegram-ի և գրեք մեր սուփորտին ստանալու համար անվճար վիդեոդասեր, 5 ինդիկատորներ, որոնք ստեղծվել են մեր կողմից, ինչպես նաև բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, բայց չթողնելու մեր պրակտիկ վիդեոները։ Հաջող պրոֆիտներ եմ մաղթում ձեզ, ցտեսություն։